Հիմա sense բան եմ ուզում ասել, մի հատ ուշադիր լսեք, խոսքը գնալու է այս ղախպու մասին։ Այդ Էդգար կոչվածի, որը Մոսկվաներում ա լինում, թե որտեղ, հա, ու այդ ղախպամուսերի երկրպագուներից է։ Նախ եւ առաջ մի անգամ էլ նշեմ, որ ես ինչ ղախպ ասես կա Հայաստանում, ինչ ղախպություն ասես կա, ու բացի իհարկե Նիկոլ Փաշինյանից, ինչ ղախպություն ասես կարող է դուրս տան, եւ այլ ես ամեն ինչին ֆիզիկապես հնարավորություն չունեմ արձագանքելու, բայց եթե հետևում եք իմ հոլովակներին, երևի թե գոնե որոշ չափով իմ մոտեցումը գիտեք։ Հիմա խոսքը գնալու է երեկվա Մոսկվայում այդ Արեգ Հովանեսյանը ազգանունը կարծեմ, որը փոխել է Շեպի Տիխենի, դրա ուրեմն չեչենների կողմից այդ Արեգին առևանգմանը, ինչ էր տեղի ունեցել միջև այդ, եւ այս ղախպու արձագանքին ես կարադառնա, որը իհարկե ինձ չհերիքեց համբերություն լսել, ուղղակի միասրեցի անջատեցի, բայց ինչ որ լսեցի արդեն բավական էր, էլի, այս ղախպու ասածը, որին ես հիմա կարձագանքեմ։ Նախ դու ով ես, այ Արման, պրոստը, կներեք, այ Էդգար, պրոստը, ջան հետ ես չեմ ասի դրան։ Դու ով ես արա, դու այդ տղու պլորի չափ չկաս, այ ղախպա, որ դրա դեմ ինչ-որ բարի քննադատակա կային ես Մոսկվայի մեջ, չեչեների մաման լացացրեց, դու ինչ, մեր մեջ ասած լավ արեց, ես հələ չեմ ասում, որ նա անձնական մոտիվներ էլ ուներ, որովհետև դա որպես պատասխան էր, հետո ինչա, դուք չգիտեք չեչեները ինչ տերոր են անում Ռուսաստանում, դու ինչ խերս ես, այ Էդգար, Էդի պլորով տղա էր, դու դրա պլորի կեսը չկաս, չապ չկաս, հիմա մի քիչ պերեբարշիտ արել, ոնց արել, կարևոր չի, ես այդ տղու հետ կետայ, ոնց որ ռուսները ասում են, ռազվետկի էր, ճակատամարտ եկեք, բայց քո նման ղախպեկի հետ ոչ, իհարկե ես սա չէի ուզում ասել, նախ եւ առաջ սենց մի հատ կարևոր բան պետք է ասել, հա, նախ եւ առաջ սենց բան պետք է նշել, որ սատանու նպատակներից մեկն էլ այն է, որ տարանջատումը վերացնի, հասկանում եք, այսինքն քաքը հավասարացնի ցերրին, շերրին, ասի նույն բանն է, շերրը հավասարացնի ջրին, ասի նույն բանն է, այսպես մարդկանց բթացնելով, դեբիլացնելով, տարանջատումը վերացնի, սատանու նպատակների մեկն է եւ Հայաստանում դա հաջողվել է, ես հիմա կասեմ ինչու, սատանուն հաջողվել է, բայց միացենց էլ օրինակ բերեմ, այս տարիների ընթացքում սկսած 2000-ականների սկզբից, որ ես սկսեցի քաղաքականությամբ զբաղվել, ոնց էին այդ սատանեկի արմադան վրա տվել, բա ինչ կապ ունի, ինքը հայ չի, ինքը հայ չի, խոսքը գնում էր Հայաստանի Հանրապետություն պետական բարձր, միայն դրա մասին, պաշտոնյա աթոռներ զբաղեցնելու մասին, ես գրել եմ, որ միայն հայաստանցիները իրավունք ունեն, այդ սատանեն, այդ ղախպեկի միջոցով, սատանեն ում միջոցով կարող եք գործել, միայն գեղցի տգետ դեբիլ այսպես այլանդակների, անազգավների իրանց միջոցով կարող եք գործել, բա ինչ կապ ունի, բա ինքը հայ չի, այդ Ղարաբաղ հայ չի, բա Մարգարիտա Սիմոնյանը հայ չի, դե բերեք նստեցնեք Հայաստանի վարչապետ, ղախպա, այդ սատանա ռեխները պապանձվի, հա, բայց նույն բանն է, որ Ռուսաստանում ծնված կամ ես իմ այլ երկրում ծնված, հա, հետո ինչ, ծագումով հայը, որը հայաստանցի չի, Հայաստանում չի ծնվել, մեծացել եւ այլն, ունենա ոչ թե խոսքը ոչ թե մարդու իրավունքների մասին է, բոլոր ով կա պետության մեջ նույն իրավունքներ ունեն, մարդու կապ չունի, հնդի կա, ով է ինչա, խոսքը գնում էր միայն աթոռներ զբաղեցնելու մասին, այս սատանեկը, սա խմբով, այդ նիկոլական, այդ ղախպեկը այսօր ովքեր եվրոպական են, սաղ այդ սատանեկը էլի, հա, սատանությամբ է զբաղվում պաստորներ, սատանյան հարցակումներ են
կատարում ի վրա, տարանջատումը վերացնում է։ Եկեք ասենք տանձը խնձոր է, էլի։ Խնձորը կարտոշկա է, նույն բանն է։ Գնաք խնձոր առնեք, ձեզ կարտոշկա տա, կարտոֆիլ, նույն բանն է, ղախպեք։ Սատանա ռեխներդ պապանձվի։ Այսինքն մինչև 2008 թվականը ես ուզում եմ այս գաղափարի շուրջ համախմբել քաղաքական ակտիվ մասային քաղաքացիներին, որ այդ կերպով արդարությամբ ազատվենք այդ Ղարաբաղցի այդ տակկանքներից, Ռոբիկ Սերժիկից, որ սա ոչ միայն արդարության խախտում է դրանք նախագահի եւ վարչապետ աթոռներին, սա նաեւ օրենքի խախտում է այն երկրներում, որոնք ցիվիլիզացված են համարվում, էլի։ Եվ որոշ չափով դա ինձ հաջողվում էր ինչ որ մակարդակ ունեցող մարդկանց համախմբել, արդեն համարյա հաջողվում էր, բայց այս սատանություններ կար, էլի, ասում հայ չեն, չհասկացա, դա ինչ կապ ունի, դու հասկանում եք ինչ սատանություն, էլի, ոնց որ դու գաք շուկա, վճարեք հասած ձմերուկի համար, որ ասենք ձմերուկ գնեք, այդ վաճառողը գումարը վերցնեք, ձեզ նեխած շլորտ է, հետո ասի, խի կարող է շլորը միրգ չի, էլի, մեղադրի, սատանություն, էլի, այս օրինակը միգուցե ոչ այդքան հաջող, բայց մոտավորապես, որտեվ այս այլանդակների պահով ավելի իրականությունը ավելի զզվելի գարշելի է։ Իդեպ այս այլանդակի հետ էլ, որ իրեն ընդդիմադիր հրամցնում, այդ Ղախպանիկոլի հետ էլ հանդիպել, զզվելս եկավ, որս մի հատ, ով որ դրա հետ շփել է անմիջապես, շատ թաքնված տափուկ սրիկայի մասս, տպավոր մարդու զզվանք ես չեմ սիրում, տանել չեմ կարող դες մարդկանց, այն մարդկանց, ով որ ուղիղ, ինչ, մտածում են, դա էլ ուղիղ ասում են, տափուկ, թաքնված, հետո ղախպի տեղ պետք է բան ծախվեր, էլի, տականքը, իհարկե դա էլ ասեց, ոչ, ընդունելի չի, լավ, վերադառնանք թեմային, ինչի մասին եք խոսում, ուրեմն հայը ինչպես հեշտ է Հայաստանում սատանուն ես ահռելի տգետների, տգետ զանգվածի միջոցով իր նպատակներին հասնել։ Ուրեմն խոսելով, որ սատանու նպատակներից մեկն էլ այն է, որ տարանջատումը հանի մարդու գաղափարի միջից, այլ նպատակներ բթասնի եւ այլն, որ այլ նպատակներ հասնելու համար, ուրեմն սա ես ուզում եմ հետեւյալ այս օրինակը բերել, որ ցույց տամ, որ տարանջատումը ինչ է նշանակում, երբ չկա տարանջատումը եւ երբ կա, վերադառնալով այս Էդգարին, որին ես ջան չի ասի, իդեպ, ինչպես է կարծում, եթե այդ Էդգարը այդ պահին այդտեղ կանգնած լիներ, այդ Յարոսլավսկի վокзалում կանգնած լիներ, Կայրանում, եւ այդ տեսներ, որ այդ 4 հատ չեչենցի այդ հային քաշում են, նա ռուսերեն էր գոռում, բայց եթե հանկարծ նա, ասենք, հայերեն է գոռալ, օգնեցեք, այդ ձեզ այդ Էդգարը կօգներ, այդ կխառնվեր գոնե, չէ արա, դուք ձեզ թվում է չէ արա, էդի ղախպա է, ես մի անգամ այդ կատեգորիան է, այն մի հատ է, որ Վարդան կա, ոչ թե Վարդան Ղուկասյանն էլ չէր խառնվի, մի հատ այն Վարդան այն ղախպեն, որ դրա մասին այդ ազգանունը չեմ էլ հիշում, պետք էլ չի, էդի վաբշի չէր խառնվի, կամ սենց հարցնա, Մոսկվայում ելով այդ Տիգրան Ուրիխանյանը, եթե այդտեղ կանգնած լիներ, եւ տեսներ, այդ տղեն հայ տղա գոռում է հայերեն, օգնեցեք 4 հատ չեչենցի քաշում են, նա կխառնվեր, չէր խառնվի, ես չեմ հավատում։ Էլ չասենք էլի, որ այդ բաները, որ ասենք, Նիկոլը կանգնած լիներ, այդ Ալեն, այդ Բոզի տղեն կանգնած լիներ, Արարատ Միրզոյանը, ոնց էր են։ Դրանք հակառակը, դրանք կմոտենան չեչեներ կասեն, ինչով օգնենք ձեզ, լավ եք անում, մի հատ քացով իրակ խփեն։ Այսօր ես դա իրականությունն եմ ասում, այսպես սատանիկ են, այսօր
գրավել իշխանությունը Հայաստանի Հանրապետությունում։ Ուղիղ գործում են հայի դեմ, ուղիղ գործում են հայաստանցու դեմ։ Դոն Պիպոյի պահով ես այդքան չեմ ճանաչում, բայց ինձ թվում է էլի չէր խառնում։ Միգուցե մաքսիմալ որը ինչ աներ, նա մոտենար ասեր Պաշտի ինչ ա եղել ապեր, բա ինչ ա եղել կանգնասել, բայց չխառնվեր էլի, բայց միգուցե հետո ինչ-որ քայլեր ձեռնարկեր, բայց որ անմիջապես խառնվել մեջը, իրանց այդ կռիվաներ, ես չգիտեմ։ Ես չեմ հավատում։ Այսինքն կոնկրետ որ խանգարեր, որ չթողնեն դրան հափշտակի, ինչպես է նա կխառնվեր, ես չեմ հավատում։ Կխառնվեր ով, իսկ ով կխառնվեր։ Դու միայն իր նման տղեն, որի այդ տեսակը ես տեսել եմ, իդեպ Ռուսաստանում շատ տարբեր տեսակի հայեր կան, բայց այդ տեսակների հետ էլ ես շփվել եմ, հավատացեք։ Որպեսզի ավելի լավ պատկերացնեք ինչի մասին է խոսքը, այն մի հատ Սեմյոն Բաղդասարովկա է, ես դրան էլ չեմ հավատում, բայց ոչ թե դրա խոսալով միայն, այլ այդ տեսակը գործով, դրան ինչ որ չափով մոտիկ այդ տեսակի հետ ռուսաստանյան հայեր ես հանդիպել եմ Կրասնոդարսկի կրայում, քանի որ խոսքը գնաց Ռուսաստանի հայերի մեջ է շատ կան տարբեր սորտեր, կարճ ասած, տարբեր ինչ սորտ ասես կան այլանդակներ, կան են ասեք կիսա ռուս, կիսա ակտիվիստներ, որոնք եկել են այսօր Երևանում գտնում են, դրանք աղբեկ են, ես դրանց մասին չի խոսքը։ Հա, Էդգար, դու այդ տաղու չափ կաս, դու այդ տաղու պլորը չարժես, արա, կանգնես Մոսկվայի մեջտեղը չեչեների մամանն ես միած, դու այդ տաղու հետ, կեսի, բապշի առնչություն չունես իր հետ, որովհետև նաև, գիտեք ինչ ասեց այս Էդգար Ղախպեն, ինչը ես լսեցի մի անգամից անջատեցի, և հիմա տարանջատումը, տեսեք, այստեղից հիմա ուշադիր լսեք, ես հուսով եմ, որ կհասկանաք, ինչ եմ ուզում ասել, հա, բայց նախորդ միտքս չավարտվեց, ես հիմա սրան կվերադառնամ, ավարտեմ, ուրեմն ինչ էի ասել, ով նրանք օգնի, այլ իրա տեսակի մարդիկ, համի, քանի որ կոմենտներում շատ հաճախ գրում եմ, բա դու, արա ես անգամ անես մարդու կողքն եմ մնացել միջև էր, որ հեչ արժանի չէր, սխալ էր և այլն, ոչ ընկերեր, ոչ էլ ուղղակի հարևան էր։ Դե 3 հոգով հարձակվել էին, ես մի անգամից սասկացրեցի, էդ էլ քանի տարի առաջ էր, 15 քանի տարի առաջ եմ հիշում, լավ է ինձ, նաև առողջականով ամեն ինչով սասկացրեցի, հասկացրեցի, ձեները կտրեցին, որ գլուխները կջարդեն, ձեները կտրեցին, այս հարևանը տեսնելով, բանը սուտ էլի դուխ մեջը մտա, մա ես ձեր սենց, ասի հերիքա, ձերը քաշում եմ, ասում եմ հերիքա արա չապուսա, հերիքա, քաշում եմ, չէ հետս կռիվանում ինձ հրում, հետո կռիվ չի անի, կար այդ թողնեի, ինքը արդեն ոսոր ինձ սարկից սխալ էլի, արդեն սխալ է սարկում, համի կար այդ թողնեի գնայի և բարոյական իրավունք ունեի և ճիշտ է կանեի, բայց ես դա էլ չարեցի, ուղղակի 10 մետր հեռվացա, ու սպասեցի, գիտեի ինչով պետք է ավարտեն, դրանք համբերությունը պրծավ, հարձակվեցին սրան դեպ, հետո ինձ վրա մի կերպ ձեռներս արն լվի, էլի, բայց ես էլ լավ տվեցի, ձեռներս արն լվի եղած, մի կերպ դրանց սսկցրինք, պրծան, դե վերջում սսկցրի, բայց ավելի մեծ դժվարությամբ, տեսեք, սկզբից մենակ, ասեք ինչ ա նշանակում քանակը և որակը, չէ, հիմա այդ հարևանը կարծես թե 2 հոգով եք, բայց ոչ, իրականում ես մենակ, իրանք 4 հոգով են, ես դաժե Մոլդովայում անտարբեր չկարացա անցնել, էլի, որ արդեն ուշ ժամին էր, իրար հարցակ, ես չկարված, ասա, Արիմի ասա, тебе что, больше всего надо, բայց ես անտարբեր չանցա, ես խառնվեցի։ Իսկ հենց մի հատ ասացեք խնդրեմ, այդ
Ոնց մեկը կա, հայերի անունից, հայ համայնքի ես իմիջ խերիս անունից էդի խառնվեց, այդ Արա Աբրամյանը, խառնվեց, չէ արա, ես ինֆորմացիան անեցա, որ չէ, դրանք որ խառնվին, դրանք մի բան կասեին, դրան օգնեցին իր այդ տեղացի, ռուսաստանցի ռուս ընկերները, դրան օգնեցին, քանի որ ընդհատումներ եմ անում, ես մոռացա որտեղ կանգնեցի, բայց վերադառնանք այն ինչի մասին խոսում էի, տարանջատմանը, հիմա դուք կարող եք տարանջատել այն, ինչպես ասած, այդ Ղախպեն, Էդգարը, ուրեմն, տեսեք, մի բան, եթե ասենք, ասել այսպես, կամ ասվի այսպես, ասում են, որ այդ Արեգ Շեպիխինը, բայց որը իրականում Հովհաննիսյանը կապ ունի հայերի հետ, կամ ծագումով հայ, կամ հայ է, սա մի բան, եթե սենց ասել, չէ, սա մի բան, բայց ինքը տենց չասեց, ինքը տեսեք ոնց ասեց, մի հատ տարանջատեք, ես ձեզ կօգնեմ, Ղախպա Էդգար, ուրեմն ոնց ասեց, ասում են, որ իբր այդ Արեգ Շեպիխը կապ ունի մեզ հետ, այ Ղախպա դու խես քեզանով անում, դու ինչ խերս ես, այսինքն ինքը ասում է, որ ինքը Ղախպեն հայ է, ինքն է հասկանում ես, այսինքն որ իր նման Ղախպեկն են, հայերը իր նման Ղախպեկն են, եթե հաջող չստացվեց, մի անգամ էլ փորձել, տեսեք, մեկը ասում է, այս ընկերը Արեգը հայ է, կամ ասում է ազգուծակումով հայ է, կամ կապ ունի հայերի հետ եւ այլն, ուրեմն նորից, մի բան եթե ասեր, այդ Արեգին կապում են հայերի հետ, կամ ազգուծակումով հայ է, կամ հայ եւ այլն, սա մի բան, բայց իրականում այդ Էդգար Ղախպեն ինչ ասեց, որ հայերը իր նման Ղախպեկն է, որ իր նման Ղախպեկը այդ Էդգարի նման, Ղախպեկը հայերն է, բայց մեզը որն է, դու ինչ առնչություն, ինչ ով, դու ինչ առնչություն Ղախպա կարող ես ունենալ այդ Արեգի հետ օրինակ, դու իրա պլունը չարժես, այ Ղախպա, դու ինչ առնչություն իրա հետ կարող ես ունենալ, մեզ դուք, այսինքն դուք ովքեր եք, այ Ղախպեկ, դուք Ղախպեկ, իմ խերիս անունից ինչ ես խոսում, ինչ առնչություն իմ խերիս ցածր ես, ամեն ինչով, դու խերիս բևերը, դրանց սատանա մայրիկը, բայց ես բոզի տղեն իրան է վերագրում, ասում է հայերը իրանք են, ինքն է էլի, իր նման Ղախպեկը ինքը ոտնձգում է էլի, ես էլ ասում եմ, այդ քո ոտնձգումը Ղախպա, բա մեզը որն է այ Ղախպա Էդգար, մեզը որն է, դու քեզ ոնց ես իմ խերին հավասարացնում, խերիս չափ չկաս, դու շատ պլինտուսի, դու խերիս անունից չես կարա խոսած, արա Ղախպա, ես ներողություն եմ խնդրում, բայց ոնց ասեմ, որ դեմը սատանա է, պետք է արդեն դաս ռեխը մի հատ ռեխին էլի, չես ուրիշ բան չեմ գտնում ուրիշ ձևով, համի կարևոր չի, ներողություն խնդրում եմ, բայց հիմա միևնույն է, ինչքան էլ հիմա, եթե հարամա ինքը չի, երկու անգամ ասես 4-ը մեկա չի ընդունի, այդ քփուները հանեք, ով ցանկություն ունի կհասկանա, սա նույն Հայաստան մտած, ոչ միայն Հայաստան, բայց շատ էլի մեծ ծավալով Հայաստան ներխուժած, մեծ քանակների մեջ Հայաստան մեծ ներխուժած, այդ սատանեն է էլի, որ խերից բևեր անունից խոսում են այդ, Իշքան սատանա կան, փոքր Հայաստան իշքան սատանա, դա մինչև վերջին անգամ փորձեմ առանց քփուր ձևակերպել, այսինքն ասած ոչ թե հայերին, այլ ասելով տրուրն է, ինքը Իրանը, ինքը ասում է, որ իր նման Ղախպեկը, հայերը իր նման Ղախպեկն են, այ Ղախպեկ, այսինքն հայեր բարի փոխարեն գործածելու հայեր բարերը, որը բավականին լայն, բավականին անորոշ ունի ինքը իմաստ, բայց ուրիշ հասկացող, բայց ինքը մեզ, այ Ղախպա, սատանա, Ղախպա, դու հենց դու Ղախպա
Էդգար, ինչ առնչություն ունես այդ տղու հետ։ Որ վերագրում ես լավ ուրիշ հարց տամ, բա դու Մոսկվայում, բացի այդ քո բաներից, որ հայերեն պատմում ա, թե ինչ ա ու այդ ղախպությունը, սատանությունը հետ մեկտեղ, դու ուրիշ քայլեր ձեռնարկեցիր, որ այդ տղուն ինչ-որ մանով օգնես։ Ոչ, իհարկե, ռուսերեն մի հատ վիդեո նկարեցիր, որ ասենք պահանջում են, որ դու պահանջում ես, որ նրան ոչ։ Իսկ ես գիտեք ինչ արեցի, հենական վկաներ, Twitter-ում ուղիղ Վլադիմիր Պուտինին գրեցի ուղիղ, կարամ ցույց տամ։ Եթե այդ տղու հետ ինչ-որ մի բան պատահի, եթե այդ ուռոտ չեչեները ազատ չարտակեն, նայի Պուտին, քո վերջ ավելի շուտ կգա, դու իմ ուղիղ լրիվ թշնամին ես, ամեն կերպ կանպաստեմ, բաբշե դու յոբանե Պուտին, այսպես գրեցի։